ակադեմիական բանտում գտնվող մեր գերիները, որ նորից այդ թեման փակվեց, այդ թեման նորից հրապարակում չկա, եւ մենք դուք ամոթանք տվեցիք, ասեցիք այսպես եւ այսպես։ Ես ուզում եմ իմանալ ակադեմիական հանրույթը ընդհանրապես մարդը բանը չէ, խիղճ հասկացություն կա։ Եկեք հստակեցնենք հետեւյալը. Ադրբեջանը ծնվել է եւ իրեն ստեղծել է Թուրքիան հանցագործություններ կատարելու համար։ Գիտեք, եւ Ադրբեջանը դա հլու հնազանդ չի, այլ ոգևորված իրականացնում է դա, ամեն անգամ ատելությունը, այսպես ասած, դարձրած ամենօրյա հացը իր ժողովրդի համար եւ հարված է հասցնում այդ ժողովրդի հոգեկան վիճակին։ Հիմա Ադրբեջանը հանցագործ է եւ այսօրվա իր գործողությունները շարունակությունն են այդ շղթայի անընդմեջ շղթայի, մասնավորապես Իլհամ Ալիևի այդ իրեն համարել արդեն տարածաշրջանում ինքնուրույն գործող անձ, նա արդեն մտել է մրցակցության մեջ Էրդողանի հետ։ Չէ, Էրդողանը մտավեց գլխին ասեց վերենգետ Արցախը ես եմ վերցրել, հանգիստ նստի։ Հանցագործներն հանցագործը մրցում է մյուս հանցագործի հետ։ Դե ում հանցագործությունը ավելի մեծ։ Իհարկե, այն վիճակում հայտնվեցի, որ ասեց ես եմ արել Արցախը։ Ինչ եք ուզում։ Հետո կանգնեց այնտեղ ասեց ես եմ արել Սիրիան։ Այսինքն Ադրբեջանի ու Թուրքիայի մասին կարծում եմ, որ մենք չպետք է այսօր կասկածի տակ դնենք, որ նրանք ոչ միայն կասկածի տակ են դնում, ասում են խաղաղ կարող ենք իրենց հետ ապրել։ Դա ասում է այսօրվա քպական թուրքական ուժը։ Ինչպես ես ասել եմ, ես չեմ մեկնաբանելու այդ անմեղսունակ հայտարարությունները։ Ու դրա համար պետք չի, որ ինչ-որ ձևով ես ինչ-որ նորություն եմ ասում։ Բացեք բոլոր իրենց ռազմավարությունը Թուրքիայի, Ադրբեջանի, բացեք այն բոլոր հայտարարությունները, բոլոր այն քաղաքական քայլերը, որոնք իրականացվում են, այդ փառաբանումը ու մեծարումը նույն այդ Աթաթուրքին եւ այլն, այսինքն ինչ է պատահել, դուք հիմա եթե նա Աթաթուրքին մեծարում է, դա նշանակում է նա պատրաստ է հայերի հետ նստել։ Կինարաջան, ինչ եք հեռու գնում, այս մարդը Ռամիլ Սաֆարովին հերոսացնում է, այն ծեր հային գլխատող անձին ազատ ասա հերոսացնում է, դուք եկել եք բանից եք խոսում, 100 տարի առաջվա հանցագործությունից։ Մենք գտնենք, նու, այսպես պայմանավորվենք, որ խոսել այսօր նրա մասին, որ Թուրքիան պատրաստ է ինչ-որ բարեկամական հարաբերությունների, կրկնում եմ, դա քաղաքական անմեղսունակություն է, եթե մտածենք, որ նրանք գրագետ չեն, բայց մյուս կողմից դա հանցագործություն է, բազմիցս եմ ասել, որ իրենք իրենց այսօրվա քաղաքականությամբ այդ խաբուսիկ, այսպես կոչված խաղաղության պայմանագրով հայ ժողովուրդը տանում են Դերձորի կամ Բերձորի ճանապարհով։ Մենք արդեն երկու ճանապարհ ենք տեսել Դերձորով 15 թվականից եւ շարունակ եւ Բերթաձորի այդ Բերձորի ճանապարհը, որով որ դուրս են մղվել ամբողջ Արցախը հայությունը։ Հիմա այս ճանապարհն է ով է խաբվում։ Ես չեմ տեսել իդեպ մեկի, որ ազնիվ մկումներով ասի, որ հավատում է այդ խաղաղության հակառակը։ ԿՊ-ականներից շատերը ասում են, որ այդ պայմանագիրը անպայման չի բերելու խաղաղության, որ դա այսինքն ես կարծում եմ Մագունցը ասում էր քիչ է մնում երասել մեր եղբայրներն են եւ Թուրքիան մեզ դա չի հարձակվելու։ Մոռացել եք Անդաշտիրակին հիմա էլ բան է, թափթփուկ Մագունց, հայատյաց տականք։ Եղբայրը եղբորին էլա չէ սպանում։ Եղբայրական հարաբերությունները այդպես չի որ նշանակում է որ մենք կամ եղբայրասպանությունից։ Չկա, դա գիտեք մի խնդիր կա հենց այդ ակադեմիական հանրությանն եմ դիմում, որ այն ինչ որ իրենք են անում, դա կոչվում է ցեղային ինքնասպանություն։ Մենք ունեցել ենք տարբեր դաժան վերաբերմունք տարբեր պետությունների կողմից, բայց որ մտավորականությունը, ակադեմիական հանրությունը լրացիալ ձևով մասնակցի
Հիմա մասնակցում է, մի բառերը բանալեք, մասնակցում է։ Ինչա նշանակում է 5 տարվա իրանց լռությունը, ինչ է նշանակում։ Հիմա նայեք, այսքան իմ ծանր խոսքերը չի նշանակում, որ բոլորի մեղավորությունը, պատասխանատվությունը կա, բայց մեղավորությունը պետք չի իզինքները թափահարեք։ Իզինքները մի թափահարեք, դուք եք ԿՊ, դուք եք հանձնել Արցախը Ադրբեջանին, դուք եք տանում հայ ժողովուրդը դեր զորի ճանապարհով։ Հիմա դուք դրանով անգամ պարծենում եք։ Ուղղակի դուք չեք ուզում ընդունել, որ այդ ճանապարհը դա մահվան տանող եւ հայ ազգը ոչնչացնող ճանապարհ է։ Դուք ուզում եք, չգիտեմ, ում համոզել, որ այդ ճանապարհով հայ ազգը ծաղկելու է եւ ապագա կա, ապագա չկա այդպիսի ապագա, այն ապագան, որը դուք այսօր կերտում եք եւ ամբողջովին այլասերում եք մտածելակերպը մի բավականին լայն խավի, դա կրկնում եմ, դա ցեղասպանությունը սպասարկելու եւ դրա մեջ մասնակցելու գործողություններ են։ Դուք կարող եք շատ գեղեցիկ խոսքեր ասել, արտգործնախարարը չգիտեմ որտեղ ինչ է ասում, ցանկացած ձեր քայլ քաղաքական, դա հայ ազգը ոչնչացնելու տանելու ճանապարհ է։ Եվ ես կոչ եմ անում բոլորին։ Հիմա հասկացանք ակադեմիական այդ խավը այսպիսին է։ Ինչ է, պետք է մենք արդեն ասենք, դե որ իրանք այսպիսին են, մենք ինչ պետք է անենք, ոչ։ Այդպիսի դեպքերում է, որ ժողովրդի ամենասերուցքը, ով ունի իր սրտի մեջ, հոգու մեջ, մտքի մեջ։ Դրա համար տարավ Տիկին Հալավերդյան, բա Սերուսկին չուղարկեց Բաքվի բանտ Նիկոլը։ Դուք տեսեք ինչ ընտրությամբ է ուղարկել այս մարդկանց Բաքվի բանտ։ Ճիշտ է։ Ինչ արել, ուղարկել է մահվան, չէ՞ այս մարդկանց։ Հայ ազգը դա հասկանում է, գիտակցում է, ինչ որ մեկը կա, որ մեջը ցավ ունի, այսօր այս մարդիկ միջև վերջին հայը մնացել են Արցախում դուրս եք, կա այսօր 10 հայից են կողմ դուք հայ գիտեք, որ ցավ ունենա, որ աս ինչա կատարվում։ Կներեք, ես չեմ ուզում անդրադառնալ այն մարդկանց, որոնց խոսքերը խոսում են նրա մասին, որ նրանք տմարդ են։ Ո՞ւմ չէ, թե ձեր ակադեմիկներն այդպես են, եթե ձեր դասախոսական կազմեցին է։ Ցանկացած հայ, որը ուրախանում է այսօր Շակալ Սամվել Բաբայան, Շակալ Սամվել Բաբայան։ Նրանք տմարդ են, րոպեն մեկ գրում եք դուք թուրք են, թուրք չեն, թուրքը այդպիսի բան չի անի։ Գտեք ինձ համար մի թուրք, որը որ կուրախանա, եթե որևէ թուրքի դատը իրականացվի Հայաստանում, գտեք, որ ես կարողանամ դրան ինչպես առանձին նմուշ հիշեմ, չկա այդպիսի բան, մի ասեք, որ այն տմարդիկ, որոնք որ այսօր ուրախանում են այս անձանց Ադրբեջանում այսպես կոչված դատվելու կապակցությամբ։ Ինչի մենակ ուրախանում են, այլ դա տարածվում է անտարբեր մարդկանց վրա է տարածվում դա։ Չասեք դրանց թուրք։ Դուք դրանով իրենց գովում եք։ Դուք նրանց համարում եք ինչ-որ ազգի պատկանող մարդ։ Տմարդկության դրսևորում է դա եւ ցանկացած ազգի մեջ, եթե դա այդպիսի բան հանկարծակի պատմության մեջ լինում է, նրան միջև անգամ պատմության մեջ չեն էլ գրում, որտեղ նա տմարդ է, դա մարդկության պատմություն է եւ թողնենք դա հանգիստ։ Ի վերջո ինչ անելն է։ Ես կարծում եմ մենք պետք է հստակեցնենք։ Եվ մի հարցի մասին եմ ուզում խոսել։ Տեսեք, պատմությունից օրինակ բերեցիք 100 տարի առաջ նրանք այսպես, հիմա մոտ, տեսեք, ընդամենը 2 տարի անցել Արայիկ Հարությունյանը ԿՊԱ-ական էր ուղնուծուցով Արյամբ Նիկոլի կողմնակից էր, ճիշտ է, 21 թվականին Արցախը հանձնելուց հետո էլ անգամ եկել էր պաշտպանելու ԿՊ-ին, ցեղասպան ուժին, ճիշտ է։ Ադրբեջանը դա գնահատեց։ Ինչ արեց Ադրբեջանը։ Ինչ արեց Ադրբեջանը։ Այն տհաս անասուններ, որ ձեզ թվում է, որ դուք անտարբեր ոչինչ չեք անում, որ դուք մասնակից չեք, կամ ավելին, որ դուք ԿՊ-ի կողմնակից եք, կամ ընտրությունների չեք գնացել, կամ ԿՊԱ-ական եք։ Խնայեց Ալիևը։ Ինչ արել։ Խնայել է Արայիկին։
Ես չեմ մի քանի անգամ եք դրան անդրադարձել, Այնտեղ կային մարդիկ, չէ՞ որ ասում էին մենք կարող ենք նորմալ հարաբերություն ունենալ Ադրբեջանի հետ։ Երբ որ ինքը տեղահանում էր, ցեղասպանություններ իրականացնում, այդ մարդկանց ասես դուք հանգիստ ապրեք ձեր տներում, ձեզ ձեռ չենք տա։ Արել է այդպիսի բան։ Այսինքն բոլորիդ է ջնջելու, բոլորիդ է վռնդելու։ Ուզում եք Երևանում ապրեք, ուզում եք Էջմիածնում ապրեք, ուզում եք, չգիտեմ որտեղ ապրեք։ Չի խնայելու ոչ մեկին։ Մենք դրան անդրադարձել ենք, պատմությունը իրոք դա ապացուցում է, որ այդ առումով ազգություն չի ճանաչում մարդասպանի յաթաղանը տվյալ դեպքում եւ այս առումով որևէ մեկը պաշտպանված չի, անգամ նրանք ում որ կթողնեն ողջ, ես չեմ նախանձում նրանց, թե նրանց ինչ նսեմացման են ենթարկելու, եթե թողնեն անգամ կյանքը, չեմ ուզում միջև անգամ դրա մասին պատմել, ինչու եմ ասում դա, որովհետև այն տարիներին, երբ որ պատանդ զինկերի էին վերցնում շատերին, այդ թվում եւ մոլորվածներին եւ այլն, ես այն մարդն եմ, որը գիտեմ ինչ էին անում նրանց հետ, ովքեր համաձայնվում էին իրենց բոլոր կոչերի հետ, Արցախը դա Ադրբեջան է, Հայաստանը դա Ադրբեջան է, այն նսեմացման ձևերը, որոնց ենթարկել են այդ մարդկանց, դա նորմալ մարդու ականջների համար չէ, հիշեք, անգամ եթե կյանքը ձեր թողնեն, որ դուք շնչեք, արտաշնչեք, եւ այս առումով ես ոչ թե սպառնում եմ, էլի ես չեմ անողը, ես պարզապես ցավում եմ ձեզ համար, միշտ ասել եմ, ցավակցում եմ։ Ես միշտ ասում եմ, իրանք պիտի բան լինեն, երախտապարտ լինեն մեզ, որտեվ այս կռիվը, եթե այդ անասուններին թվում է, որ միայն մեր երկիրը պահելու համար է, իրանք չեն հասկանում, որ դա նաև իրենց համար է, որտեվ իրենց այդ նույն քիչ առաջ ասեցի, ոչ մեկ չի խնայելու։ Բացարձակապես, դա այդ մի բան։ Երկրորդը ես կրկնում եմ, ես կցանկանայի բոլոր դեպքերում, երբ որ մենք այդքան բաները նկարագրեցինք, այդ վիճակը նկարագրեցինք, ինչ է, ուրեմն նշանակում է վերջ, մեր ելք չունենք, խիստ հակառակը։ Հիմա կարող է պատահի եւ այս փորձությունը մեզ ցույց տվեց իրական վիճակը, իհարկե։ Եվ այս դուք կասկածում եք, որ հիմա այս շնացիներին, շնաբարոներին իշխանությունը տեղափոխման վռնդելուց հետո այդ նույն ակադեմիկները նույն կեցվածքով դուք գիտեք մենք սեղանի տակից ինչեր ենք ասել, կգան հրապարակ, այդ նույն պարրաված մտավորականները կասեն դուք գիտեք ջանիկներս մենք ինչեր ենք ասել, այդ նույն քաղաքական գործիչները կասեն մենք Մոսկվայում այնպիսի պայքար էինք տանում գերիների համար, որ ձեր մտքով չէր անցնի։ Կներեք, ես դրանց չեմ ուզում հիմա անդրադառնալ, մենք փակեցինք այդ թեման, ես խոսում եմ ուրիշ բանի համար, պատմությունը ցույց է տվել, հայ ժողովրդի պատմությունը նույնպես, այդպիսի անելանելի թվացող վիճակներում ծնվում է նոր քաղաքական Ուր է 7 տարի է, ուր է 7 տարի Եվ կրկնում եմ, նայեք, մենք կարող ենք այսօր չտեսնել կամ չտեսնելու տեղ դնենք, ես ուզում եմ բոլորիդ, ոչ թե մենք վերջացնենք մեր զրույցը նրանով, որ այս վիճակի Բասա քաղաքական վերնախավի գլխատում չի, Չէ, Տիկին Ալավերդյան, բա ինչ էր, կազմակերպված քաղաքական էլիտայի, իրական ազգային էլիտայի ոչնչացում է։ Այո, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, գեներալների Նայեք, մեկ է Եվ էլի եմ ասում, պատմությունը ինչքան էլ մենք ասենք նորություններ են, կրկնվում է, եւ մենք այսօր այո ունենք աճող այդ սերունդը, որևէ մեկը իշխանությունից այս թիմից թող չմտածի, որ նրանք հավերժ մնալու են, եւ դեպ իրենց այդ կեցվածքը, դա խոսում է այն մասին, որ նրանք շատ էլ լավ հասկանում են, որ իրենց վերջը